Առաջարկություն թույլ տվեք անեմ։ Փոքր կատարներին խոսքի տակ, հետո մեծերին դրա խոսքի իրավունք տակ, միգուցե փորձը պակասի խնդիր է դա։ Որ էր, որ ես ստիպված եղա այսքան սպասել, որպես ավելի բարձր աստիճանակարգով մարդ, բայց միևնույն է թողեք ասեմ, որ իմ քաղաքական կարիերան եղել է այնպիսի ժամանակներում, երբ որ ես փորձել եմ կարծես թե գլուխ անել մի խառը իրավիճակում, օրինակ ես հիշում խորհրդային ժամանակներում, այն միության ժամանակ կառուցվել էր այնուհետև 40 տարիներ առաջ էր, բայց հիմա մենք հետ ենք գալիս, խոսում ենք գործընկերների հետ, ինչու եք դա արել կամ անում, ինչու երկխոսություն չեք ծավալում խորհրդային միության հետ, ինչու չեք բաց լինում եւ նրանց չեք փորձում համոզեք իրենց մտքերը փոխել, ես ասում եմ ոչ, այս ռեժիմի հետ երկխոսություն չի կարող լինել, այն մի քանի տարի հետո կքանդվի, իրենք կարծում են, թե ես հիմար եմ, ես էլ էի մտածում կամ իրենք էին մտածում, թե ես հիմար եմ, ես էլ խորհրդանի անդամ եմ կուսակցության կողմից Բելգիա, ոչ ամենամեծ կուսակցությունը, բայց պատմությունը միշտ էլ վերջում արդար է։ Հետևաբար ես այսօր այստեղ էի գալիս առավոտյան, ես տեսա այս շիշը, զարմացած էի։ Լինենք Եվրոպայի միությունում, Եվրոպական միությունում չէին կարողանա բացել շիշը, այնտեղ արգելված է։ Շիշը բացել է, այնտեղ շշի կափարը պետք է կպած լինի համապատասխան կանոնակարգերով, այսինքն չի կարող պարզապես բացվել եւ փակվել, այսպես ասած, բայց հետևաբար կա Եվրոպայի միության կանոնակարգումներ եւ պարտավորություններ եւ հետևաբար միանգամից, երբ որ իմացա, որ Երևանում է այս ամեն ինչը տեղի ունենալու, միանգամից գտանցի, որ գամ հայրին, հայ ժողովրդին շատ եմ սիրում, այստեղ շատ եմ սիրում, ուրախ էի գալ Երևան եւ պատճառը ոչ թե այն է, որ ես կամ շշի մասին խոսեմ, այլ կամ հայ ժողովրդին հիշեցնեմ ու նախազգուշացնեմ, որ հայեր, արևելքի ժողովուրդ, դուք շփտում եք, գիտեք ինչ եմ ասելու, ես մտածող եմ եւ քննադատում եմ Եվրոպայի միության էվոլյուցիան կենտրոնացված որոշակի պարտավորություններ այնտեղ կան եւ այլն, բայց հայ գործընկերներ, ինձ մոլդովացի գործընկերներ, ուկրաինացի, իմացեք, որ Եվրոպայի միությունը ծանր բեռ է, Բրյուսելը կարող է գողանալ ձեր ինքնիշխանությունը, ես ձեր կողքին եմ, այս պայքարում հանուն ինքնիշխանության, բայց իմացեք, որ պետք է շտապեք ավելի եվրոընդլայնման, եվրոպացիները դուք էլ մի շտապեք, միակ բանն էր, որ ես ցանկանում էի ասել հայ գործընկերներին այսօր այստեղից, եղեք զգուշավոր, որովհետև դա խնդրի մասն է, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս, հետաքրքիր տեսակետ, կարևոր տեսակետ։ Ինչ վերաբերում է ընդհանրակարգային դիտարկումներին, ինչ տեղեկացրել էին Եվրոներում, որ չկա ինչ, որ ընդհանրակարգի կարելի է, չի կարելի, հակառակ դեպքում դա մի ամբողջ խճճվածության կհանգեցնել, բայց ես նաև հասկանում եմ, որ պետք է նաև մի քիչ ավելի կայուն լինել տարբեր խմբերի չափերից ելնելով կամ կարևորություն համապատասխանաբար տալուց, այդուհանդերձ թույլ տվեք խոսքը փոխանցեմ գործընկեր Իվանն է, կարծեմ Իվանի հերթն է հիմա, հետո Մարան իրավունքն է, շնորհակալություն, հարգելի համանախագահող, թույլ տվեք մի քանի խոսք ասեմ։ Երկրորդ օրն է արդեն Եվրոպայի Օտանի Կիպրոսի անդամ ասում է, թե վախեցած է,